Ընկերներ, ողջույն։ Զրուցակիցս լինելու է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։ Բարև ձեզ։ Հիմա սպասենք Արեգը միանա ու սկսենք մեր զրույցը։ Բարև ձեզ, լսում եք ինձ։ Մեկ վայրկյան, Արեգ։ Արեգ, լսում ես մեզ։ Ինձ լսում եք։ Շատ դժվարությամբ միատել որ խոսեք։ Մեկ վայրկյան հիմա։ Իսկ այսպես։ Այսպես շատ համեմատաբար ավելի լավ։ Շատ լավ։ Ողջույններս։ Փոքր բարձր խոսեք։ Բարձր եմ խոսում։ Շատ լավ։ Եվ այսպես, Արեգ, նախ ամենաօրվա բոլորիս րոպեներ առաջ ցնցած տեղեկությունը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են, Երևանը ընդունել է բաց մնացած երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները, խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծից եւ ամիության դիտորդների հետ քաշման միջազգային ատյաններում հայցելից փոխադարձ հրաժարման մասին է, տեքստի շուրջ աշխատանքները ավարտված են, հետագա փուլում արդյունից Ադրբեջանի ջրային տարածքային պահանջների հարցը ավելի պետք է լուծարվի նաև Մինսկի խումբը եւ նրա մնացորդները։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ երեկ Արեգ Քոչինյանի Թելեգրամյան ալիքում, Գուրեվեսնիկում, իդեպ անպայման բաժանորդագրվեք այդ Թելեգրամյան ալիքին, որի հողումը ես տեղադրելու եմ այս զրույցի բաժնում։ Արեգ, դուք նշել եք, որ ժամանակն է, որպեսզի արդեն ընդհատվի այս շղթան եւ ի վերջո գա կողմերը համաձայնության եւ Հայաստանը համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկներին, պահանջներին, չգիտեմ դրա ձևակերպումը այս պարագայում որն է ճիշտ, եւ նշանակի տեղ, օր, ժամ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Նախ ձեր դիտարկումը, այսպես ասեմ, ոչ միանշանակ ընդունվեց եւ այսօր արդեն տեղեկություն է հրապարակում Ադրբեջանը, որ Հայաստանը համաձայնել է։ Սա զուգադիպություն է թե կանխատեսում մեկ հարց եւ ինչ հասկանանք այս տեղեկությունից, հա, որովհետեւ հիմա որ հետևում ես ցանցերին, մի մասը շոկի է ենթարկվել եւ խոսում է սա անթույլատրելիության մասին, մի մասն էլ կարծում է, որ դա այլ տարբերակ Հայաստանը չի ունեցել։ Շնորհակալություն շատ, պարոն Ոսկանյան։ Նախ սկսեմ վերջին հարցից, ոչ տեղեկություն է, ոչ գուշակություն, պարզ վերլուծություն է։ Եվ մի քիչ նաև չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր շոկի են ենթարկվել, որովհետև անցնող ամիսների ընթացքում զարգացումները ակնհայտորեն բերում էին այս ուրեմն հանգրվանին եւ վերջին օրերի մեդիա այսպես շարժնել եթե ուշադրություն դարձնենք այնտեղ կառավարության նիստի ժամանակ բավականին տևական ժամանակ եղավ քննարկում չլուսաբանվող, հետո եղավ հայտարարություն, որ վարչապետը հանդիպել է ԿՊ ֆրակցիայի հետ, որում հայտարարվեց նաև թե ինչ թեմայով, բանակցությունների թեմայով, այսինքն շատ ակնհայտ էր, որ ուրեմն process-ը մտել է իր եզրափակիչ փուլ, նաև այն փաստը, որ հայկական կողմը երկար ժամանակ ուրեմն սպասելուց հետո ստացավ ադրբեջանական կողմի առաջարկությունները, որից հետո ամենը 2 օրվա ընթացքում նույնիսկ ոնց որ ավելի քիչ ժամանակահատվածում պատասխանեց այդ առաջարկություններին, այս ամեն ինչը շատ ակնհայտ էր դարձնում, թե ինչի մասին են վերջին փուլում այլևս այս բանակցությունները։ Նաև մենք բոլորս ցերետ գիտեինք, որ 2 կետ է մնացել, նաև գիտենք այդ 2 կետը իրանից ինչ է ներկայացնում։ Եվ այստեղից մի հատ շատ կարևոր դիտարկում։ Այն ես տեսնում եմ, որ մարդկանց մոտ այդ շոկը, ինչ-որ պանիկա է վերածում, թե այ վաղը ԵՄ դիտորդները սահմանից դուրս են գալուց եւ վաղը ուրեմն բոլոր դատական հայցերը հետ են կանչում։ Տեսեք, ըստ էության, այո, կա համաձայնեցված տեքստ, բայց այդ տեքստը այս պայության դեռևս չի ստորագրվում, դեռևս չի վավերացվում, հետո համանդրական դատանի կողմից, այսինքն միջև վավերացումը ՍԴ-ի կողմից այնտեղ հաստատվում է, հետո վավերացվում է, հետո ուժի մեջ է մտնում, այսինքն սա բավականին մի հատ երկար process է, որից հետո նոր մենք առիթ ենք ունենալու խոսալ թե ԵՄ դիտորդական առաքելության սահմանից հետ քաշելու իրենց այդ բարեկությունը բուն սահմանին այլևս չանցկացնելու եւ թե դատական գործերի մասին, այսինքն այս պահի մասին չի խոսքը նրա մասին է, որ այո, տեքստը համաձայնեցված է, բայց այդ տեքստը դեռ պետք է ստորագրվի, դեռ պետք է ՍԴ-ի կողմից ճանաչվի սահմանադրական, ուրեմն հետո վավերացվի եւ մտնի ուժի մեջ։ Այս այդ մասով։ Նաեւ շատ կարեւոր մի բան, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը ես չեմ կարծում, որ պետք է լքի Հայաստանը, ես ինչքան հասկանում եմ, այստեղ խոսքը գնում է բացառապես սահմանի մասին, սահմանին այսպես անմիջական
սահմանամերձ հատվածի մասին, մենք ես կարծում շատ այլ ուրեմն բաներ կունենան, գաղափարներ կունենան, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում ինչով կարող է զբաղվել, այդ թվում նաև անվտանգության կամ այսպես ասենք առաջին հերթին անվտանգության համատեքստում։ Եվ վերջապես ուրեմն ինչ վերաբերվում է ինչու Հայաստանը գնաց սրան, ինչու Հայաստանը համաձայնվեց այս կետերին, իրականում ես կարծում եմ, որ սա պետք է նույնիսկ ավելի շուտ անել, որովհետև վերջին մի քանի ամիսներին ըստ էության բանակցությունները դրա մասին էր, որ այդ նույն երկու կետը այսպես տարբեր խմբագրություններով գրում էին, ուղարկում են իրանք ջնջում էին, ուղարկում են մեզ, մենք ջնջում ենք, ուղարկում ենք իրանք, եւ այդպես շարունակաբար գնում էր, ինչքանով որ ես հասկանում եմ, process-ը մոտապես դրա մասն է, այսինքն գրել, ջնջել, եւ այդ շղթան պետք է կտրվել ինչ որ պահի, իսկ հաշվի առնելով թե գլոբալ իրավիճակի ապակայունացումը, իսկ ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ գլոբալ իրավիճակի ապակայունացումը նաև որոշակի առումով էժանացնում է կամ այսպես ասենք հնարավոր է դարձնում էսկալացիան հարավային Կովկասում, ինձ թվում է ոչ ոք չի մոռացել 2022 թվականը եւ ինչպես հնարավոր եղավ կայունացնել իրավիճակը 2022 թվականին, հիմա այդ հանգամանքները, որոնք կայունացրել էին իրավիճակը 22-ին կամաց մաշվում էին, այսպես ասենք, սա առաջինը եւ երկրորդը մենք ես կարծում եմ դες հետ պետք է նաեւ ֆիքսենք, որ այս պայծրությամբ այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը ավելի շատ զրատարես Ադրբեջանին, քան Հայաստանին, որովհետեւ քանի դեռ ոչինչ չի փոխվել, օրինակ հայ-թուրքական սահման չի բացվել, Հայաստանը, չգիտեմ, ԵԱՏՄ-ի փոխարեն այլ ավելի իրեն համար կարևոր եւ հարմար տնտեսական ինտեգրացիոն գործընթացների մեջ կամ ուղղակի երկկողմ հարաբերությունների մեջ չի մտել, մեր տնտեսությունը այլ տեմպերով չի զարգանում, մենք ոչ միայն հետ ենք մնում, այլ նաև շարունակում ենք հետ մնալ Ադրբեջանից մեր զինվածությամբ, մեր կարողություններով ու այս վիճակը ընդհանուր առմամբ Ադրբեջանի համար վատ վիճակ չի։ Այնպես որ այդ բանն էլ է պետք հաշվի առնել, որ այո, որ ես տեսնում շատեր ասում են ուժեղանանք, ուժեղ դիրքից խոսենք, հա, Ադրբեջանի հետ, այնպես չի, որ Ադրբեջանը այնտեղ միտեղ քնած նստած է, սպասում է թե մենք երբ ենք ուժեղանալու, այս պայծրությամբ տենդենսները եւ այդ ուժեղացման արագությունները առանց ոչինչ փոխելու, առանց ոչ մի, այսպես ասեմ, ընթացիկ ստարտային պայմանները փոխելու, ոչ մի այսպես էական բովանդակային փոփոխություն չեն խոստանում։ Այսինքն կար մի տարբերակ դեպի պատերազմ, որը վերջին մի քանի շաբաթների, եթե ոչ մի երկու ամսվա ընթացքում մեծել էր, կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ, կար այս ոչ խաղաղության, ոչ պատերազմի սցենարը, որը որ ինչպես ես նշեցի, հա, այս պայծրությամբ ամենահավանական սցենարներ եւ դեռևս եւ կա խաղաղության սցենարը, որին հասնելու համար այո պետք է գնալ ուրեմն նման զիջումների եւ նման որոշումների ուղղությամբ։ Պարոն Քոչմյան, տեսեք, ադրբեջանական կողմը ասում է խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է ամբողջությամբ եւ սպասում են Հայաստանի կողմից համադրությունը փոխելուն եւ Մինսկի խումբը լուծարելուն։ Տպավորություն չի ստեղծվում, որ նույնիսկ այդ երկու հոդվածների հարցում, որ հայկական կողմը համաձայնում է, անում է այդ զիջումները, չի երաշխավորում, որ պաշտոնական Բաքուն պայմանագիրը ստորագրելու է, այսինքն եւս երկու հարց, որ հիմա Հայաստանի համաձայնությունից հետո ապագայում էլի չստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, ասի միջև համադրությունը չփոխի, Մինսկի խումբը մեր հետ միասին հայտ չներկայացնի լուծարելու ոչ մի պայմանագիր։ Շատ ճիշտ եք ասում, Ժիրայր, եւ այստեղ շատ կարեւոր է, թե ինչպիսին է այս իրավիճակի զարգացումից հետո, երբ որ ըստ էության խաղաղության պայմանագիրը պատրաստ է եւ ըստ էության նաև ես հիմա կարծում եմ Հայաստանը պետք է նաև հայտարարի, որ սպասում է կամ ակնկալում է Ադրբեջանի պատասխանին, թե տեղը եւ ժամը որտեղ են հավաքվում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրի։ Ես կարծում եմ նաև այդ հայտարարությունը հիմա Հայաստանը պետք է անի։ Իդեպ իմիջիայլոց մի հատ բան, որ մի քիչ սոլիդ չէր եւ ջենտլմենական չէր հակառակ կողմի պահվածքը միակողմանի հայտարարություն անելու էլի, սովորաբար նման պայմաններում, երբ որ տեքստերը համաձայնեցվում են, համատեղ հայտարարություն, մի քիչ այսպես մեծի պես չի իրան բայել հակառակ կողմես առումով։ Բայց վերադառնալով ձեր բուն հարցին, այստեղ շատ կարևոր է, որ այլևս դիրքավորումը հետեւյալն է. Հայաստանը համաձայնվել է ստորագրել ուրեմն Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագրի, հիմա Ադրբեջանը չի գալիս խաղաղության պայմանագրի ստորագրելու։ Սա շատ կարևոր դիրքավորում է, սա շատ կարևոր ուրեմն այսպես բանակցային դիրք է, որը ոչ միայն մեր օրինակ արևմտյան գործընկերների հետ կոմունիկացիայում մենք հիմա պարտավոր ըստ էության օգտագործել, այլ նաև Թուրքիայի հետ մեր կոմունիկացիայում։
Հիմա ստեղծվել է իրավիճակ, դե դուք բոլորդ հիշում եք, չէ՞ որ ըստ էության անթաքույց թուրքական կողմը ասում էր, պետք է Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղություն ստորագրի, դե հետո մենք գնանք առաջ հայ թուրքական կարգավորման գործընթացում։ Հիմա Հայաստանը համաձայնվել է ստորագրել հենց Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանը երի չի գալիս ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Սա շատ կարևոր ուրեմն այսպես ասենք զարգացում է եւ Ադրբեջանի դիրքավորումը այս զարգացման մեջ ես կարծում Հայաստանը հիմա պետք է լավագույնս գործիքավորի եւ օգտագործի։ Գիտեք, ընդհանրապես միջազգային հարաբերությունում չեն լինում հրաշքներ, չի լինում որ մի հատ ուրեմն հայտարարությամբ կամ մի հատ ձեռքբերմամբ այսպես սա խնդիրներ լուծվեն, բոլոր հարցերը լուծվեն, դες բան բնականաբար չի լինում։ Եվ ցանկացած զարգացում դրական կամ բացասական է կախված նրանից, թե դու դա ոնց ես օգտագործում։ Այ հիմա այս հանգրվանը հասնելուց հետո ամենակարևոր հարցը նա է, թե ոնց ենք մենք այս հանգրվանը կարողանալ օգտագործել։ Ոնց ենք մենք սա օգտագործելու Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում եւ մի շարք այլ մայրաքաղաքներում մեր դիրքերը ուժեղացնելու եւ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու տեսանկյունից։ Անկոչնիան հիմա ես մի քանի թեմաներ, որ դաշտում այս համատեքստում խոսում էին անկվիլատրելիության մասին համաձայնելու եվրադիտորդներին հենց սահմանից ետ քաշելու կամ դուրս բերելու, հիմա չգիտեմ հայկական կողմը ինչպես է մեկնաբանելու եւ իրավական հայցերից հրաժարումը առաջին դեպքում ասում են որ դա զսպող առանցքային նշանակության գործոն է հաշվի առնելով ձևավորվող Եվրամիության նոր անվտանգային համակարգը նաեւ երկրորդի դեպքում եթե Հայաստանը հրաժարվում է այդ իրավական հայցերից հետո եկեք հաթաթ անենք, էլի, քանի որ դրանք այսպես շատ կարևոր թեմաներ են, առանձին դրանք անենք։ Եկեք սկսենք ԵՄ դիտորդական առաքելությունից։ Նախ նորից եմ ուզում կրկնել, որ այստեղ խոսքը չի գնում ԵՄ դիտորդական առաքելությունը հիմա սահմանից հետ քաշելու մասին, խոսքը գնում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու եւ վավերացնելու դեպքում ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանից հետ քաշելու մասին։ Հիմա խաղաղությունը շատ ավելի մեծ ուրեմն երաշխիք է անվտանգության եւ կայունության, քան այդ ԵՄ դիտորդական առաքելությունը։ Մարդիկ ոնց որ պրեմիում փաթեթը ուզում են փոխեն լայթ փաթեթով, հասկանում եք, տենց չի։ Դա շատ ավելի լուրջ փաթեթ է, շատ ավելի կարևոր ձեռքբերում է, քան էր ԵՄ դիտորդական առաքելությունը։ Երկրորդը, ես նույնպես եմ ուզում կրկնել այդ միտքը, որ որևէ մեկը չի ասում, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է լքի Հայաստանը։ Եվ նաեւ պետք է հələ հասկանալ, ինչ է նշանակում սահման։ Օրինակ, եթե ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանից 1 կիլոմետր հետ է կանգնում, արդյոք դա դեռևս սահման է։ Իսկ եթե 3 կիլոմետր է հետ կանգնում, դա դեռևս սահման է եւ այլն։ Այսինքն այդտեղ դեռ շատ հարցեր կան քննարկելու, պարզելու, պարզաբանելու, բայց ես բացարձակապես համաձայն չեմ ամենա այսպես հորետեսական մեկնաբանություններին, այլ որպես վաղը ԵՄ դիտորդները գնալու են Զվարթնոց ցուցահանդեսական, այնտեղից թռնեն գնան Հայաստանից։ Այդ չեմ կարծում, թե դա այդ սցենարը ընդհանրապես լուրջ է քննարկել է։ Ինչ վերաբերվում է նոր ձևավորվող ԵՄ պաշտպանական կարողություններին եւ այլն, այդ խոսակցությունը իրականում բացարձակապես կապ չունի ԵՄ դիտորդական առաքելության խոսակցության հետ։ Այդ խոսակցությունը իրականում կապ ունի Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության հետ։ Մի թեմա, որի շուրջ դուք իմ դիրքորոշումը գիտեք, շատ վաղուց գիտեք, Հայաստանը պետք է լքի ՀԱՊԿ եւ ես կարծում նաեւ հիմա այս նոր ձևավորվող խոսակցության մեջ Հայաստանը պետք է կանգնի դրա հենց ակունքներում եւ մանավանդ հաշվի առնելով, որ այդ խոսակցության ֆլագմանը, այսպես ասենք, առաջատարը մեր մտերիմ դաշնակից Ֆրանսիան է։ Պարոն Քոչունյան, եթե Հայաստանը համաձայնում է օրինակ սահմանից այդ դիտորդներին հեռացնել, բայց 1 կիլոմետր խորքում պահել, 3 կիլոմետր խորքում պահել, այս զիջումների տրամաբանությունը չի հուշում, որ վաղն այդ դիտորդներին այո ճանապարհը Ձեր ձայնը կտրվեց։ Ասում եմ, եթե համաձայնում է Հայաստանը սահմանից դիտորդներին հանել, եւ հիմա 1 կիլոմետր խորքում 3 տանում բայց ամենայնիվ այս ադրբեջանական առաջարկներին ասենք համաձայնությունները չի ենթադրում, որ ինչ որ փուլում են կհամաձայնի օրինակ Ադրբեջանի այն պահանջին, որ առհասարակ դիտորդներ չտեղակայված չլինեն։ Դե Ժիրայր, հիմա եթե դուք ինձանից ինչ որ երաշխիքներ եք ակնկալում, բնականաբար որևէ մեկը որևէ երաշխիք չի կարող տալ որևէ բանակցային գործընթացի վերաբերյալ, ընդհանրապես միջազգային հարաբերությունները երաշխիքների մասին չի։ Ասեմ ձեզ ավելին, կար Բուդապեշտի համաձայնագիր, որտեղ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն էին, այնտեղ էլ երաշխիքները տվել էին, ու դա ինչով ավարտվեց ուկրաինացիների համար։ Բայց դրան զուգահեռ, եկեք արձանագրենք մի բան, որ այս խոսակցությունը արկա էր խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, եւ այդ տեքստը հիմա համաձայնեցված է։ Ընդ որում Ադրբեջանն է հայտարարում, որ այդ տեքստը համաձայնեցված է։ Այսինքն բոլոր այն քննարկումները, թե վաղ Ադրբեջանը այս կուզի կամ այն կուզի,
տեխնիկապես անտեղի են, որովհետև կա խաղաղության տեքստ, որը կողմերը հայտարարել են որպես համաձայնեցված տեքստ։ Ալթոչինյան, Հայաստանի արտգործնախարարությունը հենց նոր հայտարարություն տարածեց, հիմա ես փորձեմ մեջ բերել այդ հայտարարությունից մանրամասներ։ Եւ այսպես, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական ների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Դե տեսեք ինչ հետաքրքիր տեքստ է։ Այս տեքստը ամենից չի փառատում են բոլոր հարցերը, որոնց մասին մենք հիմա խոսում ենք։ Եվ շարունակեք, ինչ հարց ունեք։ Օրինակ նույն իրավական հայցերից հրաժարումը, հա, տարբեր իրավաբաններ եւ այլն մեկնաբանում են սա, որպես Հայաստանը կգործնի որպես պետություն իր կենսունակությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կճանաչի, որ ինքն է օկուպացրել Արցախը, որ չի եղել էթնիկ զտում, որ այս մարդկանց բռնի տեղահանում չի եղել եւ նրանց իրավունքների հարցի պետական պաշտպանություն չի իրականացնելու։ Ես բնականաբար, ինչպես եւ դուք խաղաղության պայմանագրի տեքստը չեմ տեսել, բայց ես ճիշտ ասած շատ կզարմանամ, եթե խաղաղության պայմանագրի տեքստում լինի կետ, որտեղ Հայաստանը ճանաչում է, որ ինքը ինչ-որ բան օկուպացրել է կամ որ օրինակ հայտարարում է, որ էթնիկ զտում չի եղել, ես շատ կզարմանամ, եթե նման կետ լինի այդ խաղաղության պայմանագրում, նույնիսկ ուզում նշել, որ այս խաղաղության պայմանագիրը չեմ տեսել։ Ինչ վերաբերում է մնացածին, ըստ էության իրավապաշտպան համայնքի դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք ունենք կամ ունենք իրավական գործիքակազմ, որով որ կարող ենք դեռևս Ադրբեջանին հաշվետու պահել կամ որևէ բան պահանջել Ադրբեջանից։ Ես ճիշտ ասած շատ սկեպտիկ մոտեցում ունեմ այդ հարցում, ընդհանրապես միջազգային հարաբերություններում ապելյացիա անելը իրավունքին, օրենքին ինձ համար լուրջ չէ, դա ռեալիզմի դպրոցի տեսանկյունից ընդհանրապես լուրջ չէ, եւ ուզում եմ հիշեցնել, որ այս պահեդրությամբ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն եւ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը ընդհանրապես, եթե այդպես վերցնենք, միջազգային հետախուզման մեջ են գտնվում, ինչը իրենց չի խանգարում թե միջազգային այցեր իրականացնել, թե ընդհանրապես ակտիվորեն զբաղվել արտաքին քաղաքականությամբ ու մի հատ էլ իրանց արտաքին քաղաքական գիծը չփոխել։ Այսինքն խոսել նրա մասին, որ այ մենք կամ այսպես ասենք, այն իրավապաշտպաններ, ովքեր դրա մասին են խոսում, ըստ իրենց իրանք այսպես վաղը Ադրբեջանին պատին էին դեմ տալու, Ալիևին ձերբակալելու են, տանելու են Հագայում նստացնելու էին, բայց այս դավադիր ուրեմն բանակցությունների արդյունքում իրանց հերոսական պայքարը կիսատ մնաց։ Մի քիչ լուրջ չէ այդ ամեն ինչը։ Լավ, պարոն Քոչարյան, լավ, եկեք խոսենք վտանգներից։ Այնուամենայնիվ Հայաստանը այո գնում է խաղաղության, ուզում է խաղաղություն եւ ինչպես դուք նշեցիք, համաձայնում է, նաեւ, չգիտեմ, Ադրբեջանը հետո կստորագրի, չի ստորագրի, կախված է լինելու Հայաստանը նաեւ միջազգային հանրությանը դա ոնց է ներկայացնելու, ոնց է դրանից դիվիդենտներ քաղելու եւ այլն։ Այս գործընթացում ռիսկեր, մարտահրավերներ չկան, որովհետեւ ի վերջո Հայաստանը այդքան խաղաղություն է ուզում, արդեն քանի ինչ է եւ հույս է հայտնում, որ միջև այս տարվա վերջ, միջև այն տարվա վերջ վերջապես դա կստորագրի, ապա ինչու ի սկզբանե չգնաց Ադրբեջանի այս առաջարկների ընդունելու համաձայնելու ճանապարհով, որ այս թեման փակեր, ոչ թե 5 տարի ամեն տարի ամենամիս հույս հայտնելով եւ այդ առաջարկները։ Այս վերջին հարցը միջարու շատ լավ հարց եք բարձրացնում, եւ այդ հարցը կապված է աշխատել կարողանալու, ճիշտ ժամանակը եւ հնարավորությունը ընկալելու եւ մի շարք այլ կարողությունների հետ, որոնք որ ցավալիորեն Հայաստանում բավականին սահմանափակ են եւ այո հիմա
պետք է ֆիքսվի, որ միգուցե ժամանակին իմաստներ լսել են մարդկանց, ովքեր ասում են, որ ի վերջո մենք գալու ենք այս հանգրվանին ու պետք է ստորագրել այնպես ինչպես որ կա այդ մասով։ Հիմա ինչ կապված է վտանգներ, բնականաբար վտանգներ կան, պարոն Ոսկանյան, նույնիսկ ասեմ ավելին, սա մեզ բացարձակապես չի նշանակում, որ օրինակ էսկալացիայի վտանգ չկա, էսկալացիայի վտանգ շարունակում է լինել, ինչպես եւ կա իմ կարծիքով այս պայծամ գործառնական առումով, գործի առումով ամենամեծ վտանգն է, որ Հայաստանը չի կարողանա կամ ոչ ամբողջությամբ կկարողանա օգտվել այն միջազգային ուրեմն կոնյունկտուրայից եւ այն կարգավիճակից, որը որ ձևավորվում է այս ուրեմն գործընթացի արդյունքում, այս նոր ուրեմն իրողության արդյունքում, իմ կարծիքով գործնական իմաստով ամենամեծ վտանգը դա, բայց իհարկե կա նաև եւ էսկալացիայի վտանգ կա եւ այդ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը շարունակելու վտանգ կա, վտանգները բնականաբար կան, իհարկե։ Այս վտանգները նաև հաշվի առնելով Հայաստանի գործողությունները, որոնք են հիմա լինելու, ինչ անի։ Ինչպես ես նշեցի, հիմա ամենակարևորը հետևյալ բանն է. Բրյուսելում, Վաշինգտոնում, եվրոպական այլ մայրաքաղաքներում, նաև Անկարայում շատ ակտիվ աշխատել, ներկայացնել ուրեմն այն իրավիճակը մատուցել, որ Հայաստանը պատրաստ է ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, համաձայնվել է Ադրբեջանի առաջարկած տեքստին եւ ակնկալում է, որ հիմա ուրեմն վայր եւ ժամ կհամաձայնեցվի, որ գնանք այդ պայմանագիրը ստորագրենք եւ վերջ տանք ուրեմն տասնամյակներ տևած կոնֆլիկտին։ Սա շատ կարևոր գործընթաց է, որը որ պետք է նշած բոլոր տեղերը շատ ակտիվ մենք կարողանանք առաջ տանել։ Շատ լավ, դուք քանի որ խոսում եք տարբեր մայրաքաղաքների մասին, այդ թվում եւ Վաշինգտոնի, այստեղ մեզ լսողներից մեկը մի հարց ունի, թե այս համատեքստում էլի հարցը դիտարկենք, ինչպես եք պատկերացնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի հետագա հարաբերությունները, ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, նրանց հրապարակային հայտարարությունների, գործողությունների համատեքստում, այդ թվում Ռուսաստանի վերաբերյալ, Ուկրաինայի վերաբերյալ, իր դաշնակիցների վերաբերյալ, կոնկրետ Եվրամիության վերաբերյալ, ինչպիսի վարքագիծ է օրինակ կիրառվելու Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական խարտիան որքանով է գործելու եւ Հայաստանի համաձայնությունը Ադրբեջանի առաջարկներին եւ արդեն բուն ստորագրմանը դինալու գործընթացը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների տրամաբանության մեջ։ Ես շատ կիսում եմ բնականաբար մտահոգությունները, որոնք որ կան նոր ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության եւ էական փոփոխությունների մասով, որոնք որ տեղի են ունենում, բայց ես նաև ուզում եմ մենք արձանագրենք, որ համենայնդեպս մեր հարցերով մինչև այս պահը բավականին դրական կարելի է արձանագրել զարգացումները։ Նախ տեղի ունեցել ուրեմն տարածաշրջանից առաջինը նորընտիր նախագահի հետ խոսել է Հայաստանի վարչապետը, այս պայծրությամբ տարածաշրջանում ներողություն առաջինը հանդիպում Սպիտակ տանը նախագահ փոխնախագահ պետքարտուղար այդ մակարդակով ունեցել է միայն Հայաստանի ղեկավարը Հարավային Կովկասից, այս պայծրությամբ ուրեմն պետքարտուղարը երբ որ հեռախոսազրույց ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ խոսվել է ընդդեմ ոնց որ հենց երկու անգամ էլ դա տեղանացու երկու անգամ նույն թեմաներն են խոսվել Սիրիա եւ հայ-ադրբեջանական կարգավորում, ընդ որում հայ-ադրբեջանական կարգավորման մասին խոսելիս պետքարտուղարը օգտագործել է երկու բառ, որոնք որ վերցված են ուրեմն հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության խարտիայից դա հարատև ու արժանապատիվ խաղաղություն ձևակերպումն է, որը իմ կարծիքով շատ կարևոր ձևակերպում է։ Այնպես որ այս պայծրությամբ ես դրան զուգահեռ շարունակվում է եւ բանակցությունները միջուկային էներգետիկայի ոլորտում, դրան զուգահեռ շարունակվում են ուրեմն բանակցությունները, հիշում եք խարտիայով նախատեսված անվտանգային ուրեմն սահմանային անվտանգության հարցերով դելեգացիայի ժամանակ, այսինքն բոլոր ուղղությունները պաշտպանքները շարունակվում են եւ ես այսպես ասեմ, բոլոր այն նեգատիվ զարգացումների ֆոնին հատկապես որոնք որ մենք տեսնում ենք նոր ադմինիստրացիայի դաշնակիցներ, Ուկրաինա եւ բոլոր այդ թեմաներով, ես մի քիչ ավելի այսպես ասեմ, դրական եմ տեսնում առնվազն հայ-ամերիկյան ուրեմն երկկողմ հարաբերությունների օրակարգը, հատկապես համատած մնացած ամեն ինչի հետ։ Հայաստանի համաձայնությունները Ադրբեջանի առաջարկներին, ինչպես են ազդում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վրա։ Ես մարտի 1-ից մենք արդեն գիտենք, որ Մարգարեյան անցակետում Հայաստանի սահմանապահներն են ծառայություն իրականացնում, թուրք լրագրողների մեծ խումբներ Հայաստանում ծանոթացել են այդ անցակետի աշխատանքներին, զինվորության վարչապետի հետ հարցազրույց են ունեցել, որի բովանդակությունը դեռ չկա, եւ ազգային ժողովի փոխնախագահի հայ-թուրքական կարգավորման գործընթացի բանագրած Ռուբինյանի հետ են հարցազրույց ունեցել, որ ասել է, որ չկա որևէ արդյունք, որպեսզի հարաբերությունները չկարգավորվեն ու
սահմանը չբացվի, Էրդողանի ես վերջերս շատ հաճախակի ռեժիմով պետք է խաղաղությունը հաստատվի, կայունություն լինի, չգիտեմ, տարածաշրջանը բարգավաճի եւ այլն։ Հայաստանի համաձայնությունը ինչպես է անդրադառնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Ես կարծում եմ դա օրվա ամենամեծ հարցերից մեկն է։ Ներողություն, հա։ Ես կարծում եմ դա օրվա ամենամեծ հարցերից մեկն է եւ եթե նկատեցիք իմ պատասխանի մեջ ես մեկ անգամ չէր որ նշեցի, որ հիմա հենց այն պահն է, որ Հայաստանը պետք է շատ ակտիվորեն աշխատի, ի թիվս բազմաթիվ մարակախներ, որոնք ես նշեցի, նաեւ Անկարայի հետ այս իրողությունը ներկայացնելու համար։ Եվ ես կարծում եմ, որ կա հնարավորություն, իմ կարծիքով այս պայության միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ հնարավորի սահմանի մեջ է, որ դա բավականին էական ազդեցություն կունենա հայ-թուրքական կարգավորման գործընթացի process-ի վրա։ Պարոն Քոչինյան, վերջին հարցը էլի, եթե կարելի է։ Համաձայնում է, որ գնում են, չգիտեմ, օրը ժամը նշանակում են, ստորագրում են այդ պայմանագիրը եւ այլն, դրանից հետո կարծես թե արդեն այդ պայմանագրի կետերին նաեւ ծանոթանալով, բարձր թե ինչ գործընթաց պիտի դրան հետեւի, հա, այդ կետերն են իրականացնում, սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն են իրականացնում, ճանապարհ շրջափակման գործընթաց են իրականացնում։ Սա կարծես թե բարձ է լինում, քանի որ ամրագրումներ են։ Ինչ է լինում, եթե ի վերջո Ադրբեջանը չի համաձայնում ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը գնում է նոր էսկալացիաների, այդ դեպքում ինչ է տեղի ունենում։ Նախ կոմունիկացիաներ էլ դուք ասացիք, ես ինչքան հասկանում եմ խաղաղության բավարարում կոմունիկացիայի մասին բան չկա, դա առանձին բանակցություն են եւ ընդ որում Հայաստանը վերջին փաթեթում ուղարկել էր նաեւ որոշակի առաջարկություններ կոմունիկացիայի թեմատիկայով, որը ինչ որ չափով աննախադեպ բան է, որովհետեւ կոմունիկացիաները մինչ այդ գնում էին եռակողմով բանակցությունները, որոնք վաղուց տեղի չէին ունենում, այո, հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունները վաղուց տեղի չէին ունենում, բայց ամենից ֆորմատը դա էր։ Հիմա Հայաստանը արել է ինչ որ չափով աննախադեպ բան, փորձել է երկկողմով շարունակել այդ բանակցությունները, առաջարկությունները արել է երկկողմով կոմունիկացիաների թեմատիկայով, այսինքն դա առանձին խոսակցություն է, առանձին բանակցություններ են դրանք։ Ինչ վերաբերում է ինչ հալինում, եթե խաղաղության պայմանագիր չի ստորագրվում, ինձ թվում է դա շատ պարզ պատասխան ունի այդ հարցը, շարունակվում է այս իրավիճակը, որը որ հիմա կա, այս ստատուս քվոն, որը որ հիմա կա, որը ես ձևակերպում եմ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, այդ իրավիճակը շարունակվում է, որը ունի տեսականորեն 3 հնարավոր զարգացման սցենար, այստեղ շուտ հեծանիվ չենք ունենալու, շատ պարզ ամեն ինչ, կամ հենց ինքը շարունակվում է X ժամանակաշրջան առանց որևէ վայրի վերումների, կամ ինքը դառնում է պատերազմ, կամ ինքը դառնում է խաղաղություն։ Պարոն Ոսկանյան, բայց եկեք վերջին հարցը։ Որ Ադրբեջանը չի ստորագրել այնուամենայնիվ խաղաղության պայմանագիրը, որովհետև Ադրբեջանը տեսնելու է պարբերաբար հնարավորություն Հայաստանից էլի նոր զիջումներ կորզելու։ Սա մեկ հարց է, որպես վերջին, եւ Թուրքիայի համատեքստում էլի մեծ լսողներից մի հարց, հավանական որքան եք համարում, որ Թուրքիան կարող է ճնշել Բաքվին ստորագրելու այն։ Առաջինի մասով այս ամեն ինչի զուգահեռ կամ նույնիսկ այսպես ասեմ, այս ամեն ինչից անկախ Հայաստանը ունի, կարծում եմ, թիվ 1 իր արչև առաջնահերթություն, դա է իր դիմադրունակության մակարդակի ավելացումն է, ինքնապաշտպանական կարողությունների ավելացումն է, որը որ ես անձամբ ինքս էլ մի անգամ չի որ համարել եմ բացարձակ առաջնահերթությունը Հայաստանի, ի վերջո նորից մնալով ռեալիզմի դպրոցի մեջ, որ դեպքում քո վրա չեն հարձակում, երբ որ քո վրա հարձակվել է, քեզ կռվել է թանկ է։ Այսինքն գիտեք, այդպեսի մարդկանց մոտ մեկ-մեկ լինում է այսպես տպավորություն, որ եթե դու բանակցություններով ես զբաղվում, այն մյուսով պետքա չզբաղվես, կամ եթե մեկով ես զբաղվում, ապա բանակցություններով չպետքա զբաղվես։ Պետությունը պետք է զբաղվի ամեն ինչով։ Ի վերջո դրա համար կա եւ արտաքին գործերի նախարարություն, եւ պաշտպանության նախարարություն, այսինքն այն, որ հիմա մենք օր ու գիշեր 24/7 ռեժիմով պետքա զբաղվենք մեր դիմադրունակության մակարդակի ավելացմամբ, դա անքննարկելի մի բան է, եւ այստեղ օրինակ համար ես կարծում եմ հասարակությունը բավականաչափ հարցեր չի տալիս իր պետությանը դրա էֆեկտիվության եւ փութաջանության վերաբերյալ։ Այդ առաջին մասով։ Երկրորդ մասով ինչ վերաբերվում է կարող է արդյոք Թուրքիան ինչ-որ բան ստիպել Ադրբեջանին, ճիշտ ասած ինձ համար ավելի հետաքրքիր է մեկ այլ հարց, իսկ կարող է արդյոք այս զարգացումից հետո Թուրքիան մեկ քայլ առաջ անել հայ-թուրքական կարգավորման մեջ, քան ինչ-որ բան ստիպել Ադրբեջանին։ Շնորհակալ եմ, պարոն Քոչինյան։ Ես եմ շնորհակալ, պարոն Ոսկանյան, լավ եղեք։ Շնորհակալ եմ նաև մեզ լսողներին։ Քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն էր, չմոռանաք բաժանորդագրվել
Արեգ Քոչինյանի նաև Telegram-յան ալիքում, ինչպես նշեցի, հենց երեք էս նա կանխատեսել այն, ինչ այսօր մենք ակտիվ քննարկում ենք, Բուրերեսնիկ, այդպես է կոչվում ալիքը, այն չկորցնելու համար հղումը կտեղադրեմ նաև մեկնաբանությունների բաժնում։ Շնորհակալություն։ Ցտեսություն ձեզ։